Պարոն Իսրայելյան, ինչով կբացատրեք որոշ հայերի, այսինքն Հայաստանի հայերի բացասական վերաբերմունքը արցախահայերի նկատմամբ, ըստ ձեզ ինչի հետ է դա կապվում։ Նայեք, երկրի իշխանություն ղեկավարությունը ոնց ձևի քարոշ բան անում, քարոզում է հանրության մի մասը խոսքի բան անում, լսում է կամ ընդունում է չտիրապետելով, չհասկանալով բուն հարցի իմաստը։ Այստեղ այդ հարցը կարելի է տալ խոսքի իշխանաթև ներկայացուցիչներին, որովհետև սաղ իրաց ձեռն է։ Եթե ուզում եք մի բռունցք ուժեղ ազգ միասնական լինի, բոլոր հնարավորությունները իրենք ունեն, բոլոր հնարավորությունները։ Եթե դուք ուզում եք պառակտել կամ մեզ բաժանել տարբեր տարածքային հասկացողության, սյունիքցի, գյումրեցի, արցախցիներ, էլի իրանց ձեռով է դա լինում։ Այստեղ գալիս է երկրի իշխանության ղեկավարի հայ լինելու կերպարը, ուժեղ ղեկավարի լինելու իր կերպարը։ Եթե դու իրոք ուժեղ հայասեր, ազգասեր մարդ ես, ոչ թե բառերով, այլ մենք դա պիտի տեսնանք իրականությունը ոնց է, հողի վրա։ Բոլոր բացթողումները, բոլոր գործողության, որ ասում են բացասական հետևանքները, սաղ կա ու եղել է ներկա իշխանության օրոք։ Ներկա իշխանության օրոք չեմ անձնավորում, որովհետև ով էլ լինի, իրանք չլինեն, ուրիշը լիներ, էլի նույն ձևի քաղաքականություն տանելով, մենք մեկը քննադատելու ենք, անձնական հասկացողություն չի։ Բայց այսօրվա իրավիճակում, որ այդ մարդիկ են երկրի ղեկավարները, այդ մարդկանց մեղքով ենք մենք այսօրը հասել, այդ մարդիկ մի ձևի արդարացնելու իրանց մեղքերը կամ փորձելով դա ուղղություն ժողովրդի նկատմամբ, այդ նմանատիպ սերմացնում են ատելություններ, որ տարանջատեն ժողովրդի մեջ այդ բանը, դե որ բաժանում տարանջատում են, իրանց համար ավելի հեշտ է ղեկավարելը կամ ավելի հեշտ է իրանց էությունը աթոռները պահելու համար։ Բայց բացի հասկացողություն, իշխանություն, կա մեր ազգի մեջ բազմաթիվ գիտակցող մարդիկ, որ ինչա կատարվում։ Մենք մեր կողմից էլ փորձում ենք հանրության մեջ այդ ճիշտ, որ ասում եմ, հասկացողությունը մարդկանց հետ շփվելով, քննարկելով, այս նմանատիպ ակցիաներ, միտինգներ անելով արթնացնենք այն զգացմունքները ժողովրդի մեջ, որ սա ամեն մեկիս պարտականությունն է հայ լինելու, հայ ապրելու այս հողում իրավունքի համար։ Եթե տարանջատում ես խոսքի սոցիալական հարցը կամ էլ մյուս մնացած հարցերը, ամեն մի ուղղության վրա տուժված մի մարդ, մեկը սոցիալական հարցով է տուժվել, մեկը գերիների հետ կախված է, զարազատները գտնվելու տեղ տուժված, մեկը անհետ կորածների հետ կախված տուժված մարդիկ են։ Այստեղ գիտեք, այնքան շատ է այդ ավելացել այդ ցավալի կետերը, որ մեր անտարբերությունով, անտարբեր լինելով, արդեն եկել եք հասել այդ իրավիճակին, որ սկզբնական շրջանում ունեցել եք մի երկու խնդիր, որ կարողանայիք այդ խնդիրները լուծել, մեր անտարբերությունով այս ցավալի կետերը ավելացել է արդեն 12-15 ու էլի ավելանալու, եթե մենք դեմ չառնենք այս թուրքանպաստ ուրիշ երկրների շահերը պաշտպանող ոչ հայ ազգի, ոչ իր ազգի այս գործողությունները շարունակվելու է։ Նորից եմ ասում, հայ ժողովրդի ամեն մեկս պարտական ենք, պարտադիր է պարտադրական մասնակցություն ունենալ նմանատիպ պատմական, ճակատագրական ժամանակներին մեր մասնակցությունը ունենանք։ Ամեն մեկս մեզ խաբել են, մեզ խաբելու են, եթե մենք սենց անտարբեր լինենք բոլոր այս հարցերի, մենք էլ ենք տես մտածում։ Մենք եղել ենք սահման խոսքի առաջնային, էլի սահմանակցում առաջնային, մենք էլ չենք ինքներս հավատել, որ մենք մի օր կհայտնվենք այս կարգավիճակում։ Ամեն դժվարություն պատկերացրել եք, թե պայքարի, թե կռվելու, թե բայց չենք պատկերացրել, որ կմնանք անտուն անհայրենիք։ Բայց մենք
ցավալի օրինակ բոլոր հայության, բոլոր մեր ազգի ներկայացուցիչների առաջ։ Մեզ նայեք ու իմացեք, մեր նման հասարակ ժողովուրդը, այն որ մեր մերումներ են բերում, ասում են, այս մեկի մեղքն է, այն մյուսի մեղքն է, ժողովուրդ հասկացանք։ Եթե իրոք տենց մեղքեր կա, մենք էլ ենք դրան չենք բանանում, չէ, չենք ընդունում, չէ, բա հիմիցես լռելով, թողենք այդ սխալները, կրկնողները ավելի շատանան, ազգի ճակատագիր որոշողները պատմական ում ձերին է։ Մարդ որ պետական մակարդակով դավաճանություն են իրականացնում, պետական մակարդակով հանցագործություն են իրականացնում։ Մենք չպահանջենք դրանց պատասխանը, մենք չպահանջենք, որ խի եք մեզ այս օրը գցել, չպահանջենք, որ ինչ իրավունքով ենք մեզ այս օրը գցել։ Տարբեր կողմերից, որ գալիս ես, ասում եմ, մի հատ ոլորտ չկա, որ բարենպաստ լինի խոսքի ժողովրդի համար։ Եթե առաջներում էլ մեղադրում են խոսքի Արցախի կործանումը մեջ բերելով տարբեր թե ղեկավարների, անցյալ, ներկա, բայց ժողովրդի իրավիճակը գտնվելու ստեղ ձեր պատասխանատվության որպես երկրի ղեկավար։ Բաստե ով է խանգարում, որ դու բարելավես։ Բաստե ում մեղքով է, որ այդ մարդկանց ձայնը լսես, ձեռ մեկնես։ Ստեղ իրանց էլի տենց շարունակական անտարբերությունը ժողովրդի նկատմամբ կրկնապատկում է իրանց, որ ասում է, էլի դավաճանական իր ազգի նկատմամբ, էլի ոչ հայանպաստ ձևակերպած անձերի էությունը։ Այսինքն, իսկ սոցիալական աջակցության կրճատումը, բնակարանների աջակցության, այսպես ասած, այդ կրճատումները դուք կապում եք նաև, որ իշխանությունը փորձում է ամեն կերպ Արցախահայությունից ազատվել, կարելի է ասել։ Բոլոր այս գործողությունները, բոլոր այս տարուկես ժամանակ են ունեցել։ Այս մարդիկ, որ այս իրավիճակում հայտնվել են, տարուկես ժամանակ, այս 2 տարի է դեռ ժամանակ են ունեցել, որ բարենպաստ ծրագրեր ներկայացնեն, որ մարդիկ առանց մտածելու գնան օգտվեն։ Այստեղ հարցը օգտվելու մասին չի, հարցը նրա մեջ է, որ անհնարին է այդ ծրագրերից օգտվելով մարդիկ իրենց գոյատևությունը այստեղ պահեն։ Անհնարին է։ Դրա այդ բանը ձևաչափերով, ինչ տեղերով մարդիկ պիտի անցնեին, ինչ խնդիրներով, ինչ հարցի լուծումներով, որ գան խոսքի ցուցանիշը ցույց է, չէ՞ տալիս, տարուկես 2 տարվա ընթացքում դեռ տոկոսային հարաբերությունով 0.01%-ներ չի օգտվել։ Հասարակությունը գիտակցություն տեսնում է, դու չես գնում մարդուն ասում ես մի օգտվի։ Ես օրինակ ոչ մեկին չեմ ասում գնան մի օգտվի, բիօգտենձևի քարոզություն չեմ անում։ Մարդիկ իրանց ամեն մեկը իր աչքերով, կարդալով, տեսնելով այդ կետերը, դա չի ընդունում, անորմալ տրամաբանություն է։ Բայց տարուկեսվա ընթացքում հակառակ կողմը ասեմ, եթե չեք կարողացել մի հատ նորմալ խոսքի ձևաչափով այդ մարդկանց իրավունքների հետ կախված, այդ մարդկանց խոսքի այդ մնացած հարցերի ցավալի հարցերի հետ կախված դուք պատասխաններ ձևավորեք կամ էլ հիմքեր տակ այդ մարդկանց հույս ու հավատի հետ կախված, ուրեմն էլի դա ձեր մեղքն է, ինչի հետ կախված, որը ասենք խոսքի ոչ պրոֆեսիոնալ ղեկավարներ են ղեկավարում, ոչ մասնագետներ են նորմալ ղեկավարներ, պաշտոնյաներ նստած, որովհետև այն մասնագետները, որ ուսումնասիրում են դա, էլի մի հատ նենց անհասկանալի բան է ձևավորում, որ այս մասը կարելի էր սենց արած, այս մյուս կետերը կարելի էր փոխած այս ձևի, ու մարդկանց համար, որ ասում է ավելի հասանելի կլինի, ու ավելի կարճ ժամանակահատվածում մեծաքանակ մարդիկ կօգտվեին դրանից։ Անպիտանի, ոչ պրոֆեսիոնալ, թիմ, ղեկավարություն, ուշում, սա դրա արդյունքներն է։ Եթե ես պիտի գնամ խոսքի, մեզ առաջարկում են, եկեք բանակցենք, խոսենք, ինչ բաների փոփոխություն, որ մենք պիտի գանք ձեզ ասենք, ինչ պիտի արվի, կամ ինչ կետեր ոնց պիտի փոխվի խոսքի, չէ՞։ Դա նորմալ երևույթ է, բան չեմ ասելու, բայց դու տարուկեսվա մեջ, դու ոչ մեկին ոչ լսել եք, ոչ մեկին ոչ հրավիրել եք, ոչ մեկին, որ ասում է, երբ եք դու մեր ձայնը լսել, երբ եք դուք մեր առաջարկները կամ էլ ինչ որ, եկել է մի ժամանակ, որ տեսել են, որ հանրության մեջ բողոքի մեծ ալիք հաղթանում, այդքան ժամանակահատվածում օգտվողները եկել է տոկոսային 0%-ի, դրանից հետո դուք գալիս եք մեզ նոր բաներ եք ասում, սուտ եք ասում, որովհետև միջև այդ օրը, որ սուտ եք ասել, որ մեզ սուտ ասելով բերել եք հասցրել այս իրավիճակին, հավատք չկա, էլի սուտ եք ասում։
ու էլի սուտ եք ասել, որովհետև ձեր բոլոր թեզերը, բոլոր ձեր կոչերը, ձեր խոստումները ոչ մի կետում դուք չեք բանարել, որ ասма խոստումը կատարել։ Սուտ ասողի հետ գնաս ինչ բանակցես։ Սուտ ասող մարդու հետ գնա կամ ներկայացուցիչների հետ գնաս ինչ բանակցես։ Ցավալի բան է, ցավալի իրադարձություններ է կատարվում։ Ամեն երկրում երկրի զարգացումը իրականացնում է երկրի ղեկավարը, ամեն երկրում երկրի կործանումը էլի երկրի ղեկավարն է անում։ Նայած ինչ երկրում, ինչ ղեկավար է ղեկավարում։ Այ հարց դրա մեջ է։ Դրա համար ժողովրդին էլ բոլորը հասկանալի լինի, այսօր մենք ենք դրա առաջ կայնել, մեզ վրա այդ փորձը արեցին, մենք դարանք դրա զոհը, բայց ոչ մեկը թող չմտածի ու կոնկրետ շտարանջատի, որ Արցախահայություն ինչ կապ ունի։ Լավ, ասենք Արցախը կար Սյունիքն էր հանձնել, կամ Սյունիքի սխալ գործողություններով սյունիքցիները հիմից տեղ են գտնվում։ Որ մի սյունիքցիները, որ բողոք էին ասելու են, էլի նույն ձևի արդեն էս, չէ, 40+10-ի մասին եք խոսում, մեզ պետք չի 40+10-ը, հետ վերադարձրում մեր հայրենիքը, մենք մեր հողում, մեր, որ ասում է, պապական օջախներում ապրենք, Արցախցիներին մարդու տեսակը չի, որ իր կյանքում, որ հազարամյա տարիներ Արցախը հայկական միշտ պահել է, միշտ մնացել է, այդ հիման վրա ենք մենք, Արցախցին հացի փող ոչ մի կյանքում չի ուզել, մուրացկանի դերում չի եղել Արցախցին, ով ճանաչում է Արցախցու հայի տեսակի մասին եմ խոսում, բայց դուք այսօրվա իրավիճակում բերած ժողովրդին իրավիճակում հասցրած կոնկրետ սերմացնում եք այն ատելության ուղղությունները բերելով հասցնելով այդ 40+10, այս մեկ ուզել չուզելի այդ բանը էլի, մեկը չի ասում, բայց մարդկանց թողածը, այս մարդկանց զոհաբերածը արժի այս բանի, որ մենք բերել ենք հասցրել, որ այդ մարդիկ ստիպված դուրս են գալիս դրա մասին են խոսում։ Այ հարցը ստեղ այդ ձևի մոտեցում, այդ ձևի գաղափարական պիտի մոտեցումներ տվացվի։ Ափսոս, շատ նորից եմ ասում, շատ ծանր ժամանակներ եք ապրում, բայց պատմական այս ծանր ժամանակները մենք ընդհակառակը պիտի ավելի մեծ համախմբվենք այն ծանր կործանարար դժվար մարդկանց կողքին, համախմբվածությունով, ուժեղ դառնալով, որ մենք կարողանանք իրոք մենք հայ մնալը, հայ ապրելու իրավունքը այս հողում կարանք պահենք։ Վաղվա օրը մեր սերունդը մեզ չքննադատի, վաղվա օրը մեր սերունդին օրինակելի բան ունենա, որ մենք այսօրվա իրավիճակում օրինակներ ենք բերում մեր անցյալ հերոսներից, այ մենք այսօրվա մեր պարտականությունն էլ նա է, որ վաղվա սերունդն էլ մեզ օրինակ բերի, բայց անելով, ոչ թե խորհուրդներ տալով, կոչեր անելով, այլ հողի վրա անելով։